Երևանի Նաիրի Զարյան 17A հասցեում գտնվող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, ինչպես նախապես հայտնել էր Արմլուրեյմը, օգոստոսի 18-ին նախատեսված էր Արցախի Հանրապետության ազգային ժողովի բոլոր խմբակցությունների հանդիպումը։ Քննարկման ընթացքում պետք էր որոշվեր, թե ով է այս փուլում ստանձնելու Արցախի ազգային ժողովի նախագահի և նախագահի տեղակալի պարտականությունները։ Նախատեսվում էր, որ հանդիպումից հետո Արցախի պաշտոնյաները հանդես կգան համապատասխան հայտարարությամբ։ Սակայն հանդիպումից մեկ օր անց որևէ հայտարարություն չի տարածվել ոչ ազգային ժողովի նախագահի ընտրության, ոչ էլ նախատեսված քննարկման վերաբերյալ։ Արմլուրեյմին հայտնի դարձավ, որ օգոստոսի 18-ին նախատեսված քննարկումը այդպես էլ չի կայացել, թե ինչ պատճառով է այն չեղարկվել կամ հետաձգվել, առայժմ հայտնի չէ։ Ցավոք սրտի չի եղել, անկեղծ ասած ես չգիտեմ էլ նույնիսկ ինչ պատճառով, որևէ ինֆորմացիա չկա, որովհետև մեր պայմանավորվածության պիտի այո ամսի 18-ին նորից հավաքվեինք ու արդեն յուրաքանչյուր խմբակցություն ունենար իր առաջարկի որոշումը։ Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Արմլուրեյմի հետ զրույցում նշեց, որ պատգամավորներին անգամ չի պարզաբանվել, թե ինչու չի կայացել նախապես ծրագրված հանդիպումը։ Նրա խոսքով պատգամավորներին չեն հայտնել նաև հանդիպումը չեղարկվելը, թե հետաձգվել։ Դա շատ ցավալի հանգամանք, որ նույնիսկ ըստ մեր նախնական պայմանավորվածության, որ պիտի հանդիպի, որևէ պարզաբանում չտրվել, օրինակ ինչի համար չկա այդ հանդիպումը։ Դեռևս սպասում ենք, մտածելով, որ դեռ մեկ օր է անցել։ Մետաքսե Հակոբյանի խոսքով նախատեսված հանդիպման ընթացքում Արցախի ազգային ժողովի խմբակցությունները պետք է քննարկեին, թե այս փուլում ով կարող է կատարել ազգային ժողովի նախագահի պարտականությունները։ Պատգամավորը նշեց, որ այդ հարցի շուրջ մինչ այժմ տարբեր քննարկումներ են տեղի ունեցել, իսկ օգոստոսի 18-ի հանդիպման նպատակն արդեն ընդհանուր հայտարարի գալն ու համապատասխան որոշում կայացնելն էր։ Քանի որ ինքը հարցը առաջացել է, ինքը պիտի լուծվի ու հրատապակում պիտի լուծվի, բնականաբար բոլորս էլ մեր շրջանակներում հանդիպումներ իրականացնում ենք, որպես կուսակցությունների, խմբակցությունների մասին է, թե Հայաստանի մեր գործընկերներից մեր ներքին, արցախցիների մեջ։ Եվ արդեն հասունացել է սա, որ պետք է ազգային ժողովում տեղի ունենալ քննարկում, այսինքն գոնե խմբակցության ղեկավարների մակարդակով առաջին փուլում, եւ հրավերը ստացանք, այսինքն ով որ պիտի կազմակերպեր, այսինքն ներկա պահին ազգային ժողովի փոխօրինակը, այդ կազմակերպեց այդ հանդիպումը եւ այդ հանդիպման ժամանակ եկանք մանորեցվեց եզրահանգման, որ ժամանակ է պետք վերջական համենայնդեպս այսպես ունեինք էլի արդեն գծված ինչ ճանապարհով ինչ կերպի դարվի։ Ըստ Արմլուրեյմի տեղեկությունների խմբակցությունները հիմնականում հակված էին առաջադրել ազգային ժողովի փոխխոսնակ Գագիկ Բաղունցի թեկնածությունը։ Ըստ Արմլուրեյմի տեղեկությունների վերջինս ինչ-ինչ մտահոգություններից ելնելով այնքան էլ տրամադրված չէ ընդունելու խմբակցությունների առաջարկը։ Արդյոք նման քննարկում եղել է Գագիկ Բաղունցի թեկնածության վերաբերյալ, թե ոչ, Մետաքսե Հակոբյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց, նշելով, որ Աշոտ Դանիելյանի հրաժարականից հետո շատերի թեկնածությունն է քննարկվել։